Բարև ձեզ, այսօր կպատմեմ Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վեպի մասին, որն ունի հետևյալ վերնագիրը՝ մանկություն, պատանեկության, երիտասարդության սեմին։ Այս գիրքը պատմում է հեղինակի կյանքի հենց սկզբնական տարիների մասին, մանկությունից մինչև պատանեկության ավարտ։ Այստեղ Մահարին անկեղծորեն ներկայացնում է, թե ինչպես է մեծացել դժվար պայմաններում, ինչ է զգացել, երբ հասկացել է կյանքի անարդարությունները և ինչպես է սկսել սիրել գրականությունն ու խոսքը որպես փրկություն։ Գիրքը ունի մի շատ անկեղծ մթնոլորտ։ Դու կարդում ես ու զգում ես, որ հեղինակը ոչ թե հորինում է, այլ իրականում ապրել է այդ ամենը։ Նա չի վախենում ցույց տալ իր խոցելի կողմերը, իր վախերը, տխրությունները, ներքին խռովությունները։ Այս վեպը ինձ համար կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում մարդ կարող է ձևավորել, եթե ունենա նպատակ, համառություն ու սեր դեպի ստեղծագործում։ Սա պարզապես մի մարդու կյանքի պատմություն չէ, սա շատերի պատմությունն է, ու դրա համար այս գիրքը միշտ կմնա արդիական։ Անչափ շնորհակալ եմ լսելու համար։